Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև պետական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ նվիրում եմ, որը իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինформացված լինեք։ Здравствуйте, мои дорогие подписчики, как вы знаете, я экстрасенс, парапсихолог, физический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себе в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, мои прямые эфиры, они сохраняются на моих каналах, на Ютубе, на Инстаграме, на Телеграме, на ТикТоке, на Одноклассники, Фейсбуке. Подписывайтесь на мои каналы, там много информации для вас, много раскладов, ритуалов, заговоров, которые я для вас от всего сердца делаю. Подписывайтесь на мой канал. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղեթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, նաև կարող եք տալ ձեր առողջականի վերաբերյալ հարց, նաև կարող եք տալ, եթե դուք զգում եք, որ ծրայր վրա կա ինչ-որ խնդիր, նեգատիվ և ցանկանում եք այդ հարցը ճնշտել, դուք այդ հարցը նույնպես կարող եք տալ, ես մեծ ուրախությամբ ձեր հարցերին կպատասխանեմ։ Եթե ես զգամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա նեգատիվի արդյունքն է, ինչ-որ տեսակի նեգատիվի արդյունք է, ես դա նույնպես կբարձրաձայնեմ։ Дорогие мои подписчики, много моих подписчиков, они русскоязычные люди. Я каждую субботу, воскресенье выхожу в прямой эфир, где отвечаю на ваши вопросы. Вы тоже можете давать на ваши вопросы на русском. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Финансы, личные отношения, здоровье. Я с вашим удовольствием и на ваши вопросы тоже отвечу. Այսքանը սիրելիներս ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, նման ձևով էլ իմ տված էներգիայի դիմաց դուք կարող եք ձեր էներգիան, ձեր շնորհակալությունը հայտնել։ Արմինե 37 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Սիրելի Արմինե, ցույց է տալիս, որ լինելու է հաջողություն, կան խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, հաջողությունը լինելու է եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Դիանա 22 տարեկան, անձնական, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի համար։ Սիրելի Դիանա, ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ որոնեք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում դրանք կատարվելու է։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Դիանա։
Տանյա 58 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տանյայի համար։ Տանյա 58 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տանյայի համար։ Սիրելի Տանյա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք, քանի որ այս մագիան կա, այս կախարդանքը կա ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կան խնդիրներ, կան խնդիրներ, կա նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Տանյա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր մոտ վազքը շատ է, արդյունքը 0, որովհետև ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք։ Շնորհակալ եմ ձեր նվիրների, լայքերի համար։ Կարինե 38 տարեկան անձնական։ Կարինե 38 տարեկան անձնական։ Սիրելի Կարինե, կա խնդիրներ, ոչ միայն ձեր անձնական ոլորտում, նաև ձեր ֆինանսական ոլորտում, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված։ Անի 23 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անեի համար։ Անի 23 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անեի համար։ Սիրելի Անի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, եւ ֆինանսականն է փակված, եւ անձնականն է փակված։ Կան ուժեղ խնդիրներ, կան բարդ խնդիրներ, որին դուք կանգնել եք եւ չեք կարողանում այդ խնդիրներից դուրս գալ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Իրա 42 տարեկան անձնական։ Իրա 42 տարեկան անձնական։ Սիրելի Իրա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրել կա, պրոբլեմել կա, դուք այդ խնդրես պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, նեղությունը, դժվարությունը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության հնարավորության ճանապարհը։ Շնորհակալ եմ նվերների համար։ Սոնա 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Սոնա 20 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Սոնա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սոնա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Իսկ եթե չմաքրվեք, ժամանակ կկորցնեք, իր ժամանակը ամենաթանկ բանն է մարդու այս կյանքում, որ հետագայում չեք կարողանա օգտվել ժամանակի եւ Աստծո տված հնարավորությունից։ Խորեն 27 տարեկան ամուսնություն կլինի, թե ոչ։ Խորեն 27 տարեկան ամուսնություն կլինի, թե ոչ։ Այո, սիրելի Խորեն, ամուսնություն կլինի, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Մարինե 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։ Մարինե 32 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Մարինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր է, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։
Արայիկ 47 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արայիկի համար, Արայիկ 47 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Արայիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ սիրելիներս նվերների, լայքերի, սրտիկների համար։ Գրեք ձեր հարցը, որպեսզի ես ձեր հարցին պատասխանեմ։ Խատուն 58 տարեկան անձնական, Խատուն 58 տարեկան անձնական, Սիրելի Խատուն, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Սոնա 34 տարեկան անձնական, Սոնա 34 տարեկան անձնական, Սիրելի Սոնա, ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Անի 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար, Անի 20 տարեկան անձնական, սիրելի Անի, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա գիր, ձեր վրա կա կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անի, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Գրեք ձեր անունն ու տարիքը, Անահիտ 50 տարեկան ընդհանուր, Անահիտ 50 տարեկան ընդհանուր, Սիրելի Անահիտ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, եթե խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Անահիտ 60 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար, Անահիտ 60 տարեկան անձնական, Սիրելի Անահիտ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք գիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում ոչ միայն անձնական կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, ոչ անձնական կա, ոչ ֆինանսական կա նաև առողջական խնդիրներ։ Համեստ 25 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Համեստի համար, Համեստ 25 տարեկան անձնական,
Համեստ 25 տարեկան անձնական, սիրելի համեստ ձեր վրա կա տոհմական անեծք, ծահմայրական ազգը ամբողջովին անեծքի տակ է, եւ այս անեծքը փակում է ձեր եւ անձնականը եւ գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս իրավիճակից սիրելի համեստ եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն։ Այս նեգատիվը ամեն ինչ փակում է։ Արփինե 19 տարեկան անձնական, Արփինե 19 տարեկան անձնական, սիրելի Արփինե ձեր վրա կա կախարդան, ձեր վրա կա տուղտուգիր, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը գալիս է տեղ չի հասնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր անձնականը կապված է, փակված է։ Աստղիկ 31 տարեկան, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աստղիկի համար։ Աստղիկ 31 տարեկան, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աստղիկի համար։ Սիրելի Աստղիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ոչ անձնական կա, ոչ ֆինանսական կա, ոչ մի հաջողություն չկա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Աստղիկ, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի եւ անձնական երջանկություն եւ ֆինանսական հաջողություն։ Ամելինե 34 տարեկան անձնական առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի համար։ Սիրելի Մելինե, ձեր վրա կա մագիա, որը բերել է նման առողջական խնդիր։ Ոչ միայն պետք է բժշկի ցուցումը կատարեք, սիրելի Մելինե, նաև պետք է ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որ բիշի լինի ավագենու։ Ձեր առողջական խնդիրը դա ոչ թե ֆիզիոլոգիական խնդիր է, այլ ձեզ նման խնդիրի առաջ կանգնեցրել է ձեր վրա եղած մագիան եւ կախարդանքը։ Սա եւ անձնականն է փակում, եւ գործնականն է փակում, եւ բերում է առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի առողջացում եւ կլինի անձնական ֆինանսական հաջողություն։ Սերգեյ 28 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սերգեյի համար։ Սերգեյ 28 տարեկան անձնական, սիրելի Սերգեյ, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է ձեր անձնականը կապված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ձեր վրա կապ կա, սիրելի Սերգեյ, հասկացանք 24 տարեկան եք, ոչ թե 27, բայց ձեր էներգետիկան տալիս է, որ ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական հաջողություն, փակած է ձեր անձնականը, սիրելի Սերգեյ։ Արմինե 38 տարեկան, այո, սիրելի Սերգեյ, կարող եք նաև ինձ դիմել։ Արմինե 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 38 տարեկան անձնական, սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը ամբողջովին փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ կլինի հաջողություն, սիրելիներս։
Բարև ձեզ, շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ նվերների համար, սիրելի Աշտուր Լիան, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր տարիքը, Աշտուր Լիանա ձեր տարիքը, որպեսզի կարողանամ ձեզ նայել։ Իհարկե իմ մոտ այնպիսի մարդիկ չեն նստում, ովքեր որ ֆինանսական հաջողություն ունեն, ովքեր որ անձնական երջանկություն ունեն, իսկ եթե մարդիկ նստում են խնդիրներով, ուրեմն ինքնըստինքյան այդ մարդկանց վրա կա որևէ նեգատիվ, որ բերում է նման գործողություն։ Ոչ մի կայացած մարդը չի նստում եւ լսում տարոյով մարդու կանխատեսումը, գիտեք ինչ։ Դրա համար էլ ես զգում եմ ձեր այդ էներգետիկան, զգում եմ այդ խնդիրը։ Կայացած մարդը հիմիկվադրությամբ ինքը իր երջանկությունը վայելում է։ Արամ 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արամի համար։ Արամ 32 տարեկան անձնական։ Սիրելի Արամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մալկիա, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը չի ստասվում, տարօրինակ մարդիկ են ձեր 4 կողմը կանգնած եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Աշտուր Լիանա անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աշտուրի եւ Լիանայի համար։ Աշտուր Լիանա անձնական։ Սիրելի Աշտուր, սիրելի Լիանա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված, հնարավոր է երկրից դուրս գալու հնարավորություն, հնարավոր է նաև այդ իրավիճակից դուրս գալու հնարավորություն։ Գոհ եմ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր լավ մեկնաբանությունների համար։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Գրեք ձեր անունը, գրեք ձեր համարը, որպեսզի ես կարողանամ ձեզ նայել։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սիլվա 21 տարեկան։ Սիլվա 21 տարեկան։ Արժե ձեր գործը սկսել, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սիլվայի համար։ Այո, սիրելի Սիլվա, ձեր գործը արժե ստեղծել, արժե սկսել, այդ գործը ձեր երազանքի գործն է եւ ինքը ձեզ կբերի հաջողություն, սիրելի Սիլվա։ Գրեք ձեր անունը, Փաշիկ Իրինա։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Փաշիկի եւ Իրինայի համար։ Փաշիկ Իրինա։ Սիրելի Փաշիկ, սիրելի Իրինա, ձեր վրա կա թուղթուգիծ, ձեր վրա կա մագիա, որը բերելու է եւ բերել է արդեն եւ անձնական խնդիրներ եւ ֆինանսական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելի Սամի, գրեք ձեզ ինչ է հետաքրքրում, որպեսզի ես կարողանամ ձեր նայեմ։ Անունդ ճիշտ գրեք, տարիքը եւ ձեր հարցը։ Աննա 28 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 28 տարեկան։
Սիրելի Աննա, ձեր վրա կա տոհմական անես, գիտե դուք ուշադրություն դարձնեք, ձեր ոչ անձնականն է ստացվում, ոչ գործնականն է ստացվում, ձեր վրա կա տոհմական անես, հնարավոր է եւ հայրական եւ մայրական ազգը միասին, փակված է ձեր կյանքի բոլոր ոլորտները, կա խնդիրներ, վազում եք սիրելի Աննա, ոչ մի ուղղությամբ, ոչ մի ոլորտում հաջողություն չկա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սամ 48 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Սամի համար։ Սամ 48 տարեկան անձնական։ Սիրելի Սամ, ձեր վրա կա կնոջ կողմից կատարված տուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Արմեն 22 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 22 տարեկան անձնական։ Սիրելի Արմեն, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով դուք անձնական ոլորտում չեք կարողանում ճիշտ որոշում կայացնել, որտեղ լույս է, այնտեղ չեք գնում, շփվում եք այնպիսի մարդկանց հետ, որոնք որ ձեզ խնդիրներ են բերում, որոնք որ ձեզ հոգեբանական դժվարությունների եւ խնդիրների առաջ են կանգնեցնում։ Գիտեք ինչ, սիրելիս, մի այդ անձնականի հետ չի ազդում, սա ազդում է նաեւ ձեր գործնական ոլորտի հետ կապված։ Չեք կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, որտեղ լույս է, լույս չեք գնում, մտնում եք խավարի մեջ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, դուք դեռ երիտասարդ եք, անտեղի ժամանակ մի կորցրեք, անտեղի ժամանակ մի կորցրեք, անորակ, հակառակ սերի ներկայացուցիչների վրա, անորակ նայեք ձեր սերի ներկայացուցիչների հետ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի եւ անձնական ոլորտում լինի հաջողություն, եւ ֆինանսական ոլորտում լինի հաջողություն։ Կոհար 57 տարեկան, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Կոհար 57 տարեկան։ Սիրելի Կոհար, կա խնդիրներ, դուք վախենում եք, թե այդ խնդիրները անլուծելի են, բայց դիեզերքը ցույց է տալիս, որ ձեր դեմ կա հնարավորություններ, դուք կարողանալու եք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր դեմ բացվում է հնարավորություն, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Արեգ 31 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արեգի համար։ Արեգ 31 տարեկան գործնական։ Սիրելի Արեգը, ձեր եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Սկզբից հաջողություն կլինի ձեր գործնական ոլորտում, հետագայում նաեւ ձեր անձնական ոլորտում։ Կան խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից Աստծո կամքով դուրս եք գալիս։ Մայրամ 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 32 տարեկան անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, հաղթանակներ, հնարավորություններ, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, մեծ ֆինանսական հաջողություններ է ցույց տալիս։ Հնարավոր է ժառանգություն, հնարավոր է հիպոթեք, մեծ ֆինանսա, հնարավոր է լավ աշխատանք, ձեր սեփական աշխատանքով զբաղվելու հնարավորություն։ Շնորհակալ եմ նվերների համար, Մայրամ 33 տարեկան
անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Այս նեգատիվը ոչ միայն անձնական խնդիրներ է բերում, նաև դուք ունեք առողջական խնդիրներ, որը քանի գնալով ավելի կվատանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն։ Լիլիթ 45 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 45 տարեկան անձնական, սիրելի Լիլիթ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, վազում եք, ոչ անձնական ոլորտում կա հաջողություն, ոչ էլ գործնական ոլորտում է հաջողություն, ձեր մոտ ամեն ինչ թերի է, դուք ոչ մի բան մինչև ավարտի չեք կարողանում հասցնել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս իրավիճակից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Գեղեցիկ 35 տարեկան, ինչ է սպասվում մոտ ժամանակներում։ Գեղեցիկ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի գեղեցիկին։ Սիրելի գեղեցիկ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ձեր քնած անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ, ես ձեզանից եմ քո ձեր նվերների, ձեր լայքերի համար շատ շնորհակալ եմ։ Անուշ 50 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ 50 տարեկան անձնական, դատարակների մեջն է երևի քո։ Սիրելի Անուշը, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը չկա, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը թերի է, ձեր անձնականը դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն։ Աննա 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 34 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Աննա, կա դժվարություններ, որովհետև սիրելի Աննա ձեր անձնականի վրա կա մոգական գործողություն։ Ձեզ թվում է, թե դուք դուրս եք գալիս, քանի գնում այնքան խրվում եք այդ պրոբլեմների, այդ դժվարությունների մեջ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան ձեր վրայից մաքրեք եւ ոչ պրոբլեմներ կլինի, ոչ էլ խնդիրներ կլինի։ Իսի դե չմաքրվեք, քանի գնա այնքան ձեր դուք այնքան եւ անձնական եւ կյանքի բոլոր ոլորտներում էլ կկանգնեք փակուղու առաջ։ Սիրելի Հոսեփ, անչափահասներին չեմ նայում։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ ես ձեզանից եմ շնորհակալ։ Մերի 26 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։ Մերի 26 տարեկան,
Կա խնդիրներ, սիրելի մերի, կա խնդիրներ ձեր մոտ եւ անձնական ոլորտում, հատկապես հիմիկվատրության ցույց է տալիս, որ ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը պետք է ստացվի ու տարօրինակ ձևով քանդվում է, ձեր վրա, ձեր անձնականի վրա գիրք կա կատարված, ձեր արևը դարձրած է լուսին, ձեր գիշերը, ցերեկը դարձրած է գիշեր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, դուք դեռ երիտասարդ եք, դուք ժամանակ ունեք, անտեղի ժամանակ մի կորցրեք, մաքրման գործողություն կատարեք, որպեսզի անտեղի չլինի ձեր ապրելու ժամանակահատվածը, որովհետև փակուղու առաջ եք կանգնած։ Մաքրվեք, սիրելի մերի, մաքրվեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Դուք էլ գիտեք, որ ձեր վրա կա այդ նեգատիվը, դուք էլ զգում եք։ Մարինե 43 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։ Մարինե 43 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։ Սիրելի Մարինե, կա խնդիրներ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, կա եւ առողջական խնդիր, կա խնդիրներ պետական իրավական դռների հետ, կա խնդիրներ առողջապահական դռների հետ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվի, այս կախարդանքի, այս մագիայի միջից, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սա փակում է ձեր առաջընթացը, ոնց որ ծանրաքարեր, կշռաքարեր, այս նեգատիվը ձեր ոտքերից կախված է, չի թողնում, որ շարժվեք, չի թողնում, որ ուրախանաք։ Գայանե 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Գայանե 34 տարեկան անձնական, սիրելի Գայանե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կան, պրոբլեմներ կան, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, նեղությունն ու դժվարությունը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է ուրախության, երջանկության, հաջողության ժամանակահատված։ Կարինե 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 30 տարեկան անձնական, սիրելի Կարինե, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Կարինե, ձեր երազանքը նպատակները կատարվելու են, հաջողություն է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Թերմինե 41 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թերմինեի համար։ Թերմինե 41 տարեկան անձնական, սիրելի Թերմինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելի Նազելի 24 տարեկան, մարտ ամսին կլինի հղիություն, թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նազելիի համար։ Ընդհանրապես վախենում եք, սիրելի Նազելի, հղիություն կլինի, բայց ոչ պարտադիր մարտ ամսին, գիտեք ինչ, սիրելի Նազելի, հղիություն կա, դուք կարող եք եւ հղիանալ, կարող եք եւ բալիկ ունենալ, մի վախեցեք, բայց ես ձեզ խորհուրդ եմ տալիս, ձեր